Առաջինի եթերում մանրամասներն են, ձեզ հետ է Ստավիթ Ստեփանյանը, բարև ձեզ։ Այսօր իմ հյուրն է, որը ինձ միացել է տեսակապով տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Շարունակվում է պատերազմը Իրանի, ԱՄՆ-ի, Իսրայելի միջև եւ այսօր կարծես թե ամենակարևոր հարցը, որը առաջ է քաշվում, դա հետեւյալ հարցն է, թե երբ եւ ինչով կավարտվի այդ պատերազմը, կա հիմնականում երկու կարծիք, ԱՄՆ-Իսրայել հաղթանակը ասոցացվում է Իրանում ռեժիմի փոփոխության հեռանկարի հետ եւ երկրորդ սցենարը, որ կողմերի մոտ ուղղակի կվերջանան այդ հրթիռները, հա, կվերջանան արկերը եւ միգուցե նաեւ դրոնները։ Այո, եւ կողմերը մեծ հաշվով, այսինքն այդ հյուծման պատճառով, երբ որ արդեն կրակելու բան չի մնա, ուղղակի պատերազմը կդադարի։ Իդեպ պատերազմը շարունակվում է, որքանով ես հասկանում եմ, բավականին բարձր ինտենսիվությամբ։ Ըստ ձեզ, արդյոք կա երրորդ սցենարը, եւ եթե չկա, ուրեմն փորձենք նաեւ այս երկու սցենարները քննարկել, հասկանալ որն է ավելի հավանական կամ չգիտեմ, ընդհանրապես ինչ սպասել այս պատերազմից։ Շնորհակալ եմ։ Ես էլ հակված եմ նրան, որ դեռևս այդ երկու սցենարներն են, որոնք որոշակի առումով թույլ են տալիս կանխորոշել պատերազմի հետագա ընթացքը։ Նայեք, կա Իրանի վարչակարգի պարտություն եւ կա Իրանի պարտություն։ Սրանք տարբեր խնդիրներ են եւ խնդիրներից այս երկու խնդիրներն են մեծ հաշվով հարցակվող կողմի օրակարգում։ Իհարկե Իրանի վարչակարգի պարտությունը դա վերջնանպատակն է, ամենագլխավոր նպատակը, բայց պատերազմի գոնե անցած 6 օրը ցույց տվեցին, որ այդ վերջնանպատակը գուցե ուրեմն հնարավոր չլինի արձանագրել։ Հետևաբար կողմերը գնում են երկրորդ սցենարով, այսինքն հարձակվող կողմերը, Իսրայելը եւ Միացյալ Նահանգները, Իրանի պարտության սցենարով։ Իրանի պարտության սցենարը ենթադրում է այդ երկրի ռազմական եւ ռազմաքաղաքական ներուժի ամբողջական զրոյացում։ Վարչակարգը թող մնա, եթե հնարավոր չի դրան վերացնել, այդ ուղղությամբ ռեսուրսները արդեն այդ ուղղությամբ ռեսուրսներ օգտագործելը արդեն երկրորդական պլան է բաղում։ Որտեղ եթե Իրանը իրենից որպես գործոն ոչինչ չի ներկայացնում տարածաշրջանում, սա արդեն Իսրայելի համար եւ այլ ոչ Միացյալ Նահանգների համար եւս կարեւոր ձեռքբերում է։ Իսկ վարչակարգը, որն է լինի ուրեմն Իրանում, դրա հիմնական խնդիրը լինելու է պատերազմի հետևանքները, ընդ որում ոչ միայն տնտեսական, ոչ միայն ենթակառուցվածքային, այլև անգամ ռազմավարական եւ անվտանգային չեզոքացնելը։ Դիցուք օրինակ երկրում քաղաքացիական պատերազմի հավանականությունը կամ երկրում մասնատման սցենարի հավանականությունը։ Ինչ վարչակարգ է լինի, բավականաչափ լուրջ խնդիրներ է ունենալ եւ տարիներ շարունակ անգամ 10-րդ շարունակ ընկալվելու է այդ հետևանքների վերացմանը։ Դիցուք օրինակ իրավիճակ, որը առկա է Սիրիայում, հա, դա վառ օրինակն է։ Այսպես եթե բանաձևեմ շատ կարճ, այսպես է, թե Իրանում վարչակարգը ճակերտավոր կարող է հաղթել, բայց Իրան պետության պարտությունը արդեն իհարկե որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել։ Իսկ վարչակարգի հաղթանակն էլ ճակերտավոր ենթադրում է, որ հարձակվող կողմը չի հասնում իր վերջնանպատակին։ Բայց դրանով հանդերձ հետո վարչակարգը այնպիսի խնդիրներ է բախվելու, որ գուցե ինքը իրենով արդեն ուրեմն անելանելի վիճակներում գտնվի, ընդ որում հենց վարչակարգը ներսից տարբեր ուժային խմբերի միջև ուրեմն մրցակցության, բախումների որպես հետևանք, թե իհարկե երկրի ներսում, ինչպես արդեն նշեցի, ինքնիշխանության հետ կապված լրջագույն խնդիրներ դիցուք, օրինակ, ասենք Իրանի մասնատման սցենարը, որի գոնե այսպես նախերգանք այս պահին երևում է,
եթե հետևած կնեք վերջին երկու օրերի քրդական գործոնի մասն է խոսում, ադրբեջանական այդ խմբի տարածքներում թուրքախոսներով բնակեցված տարածքներում տարբեր գործընթացների մասին է խոսվում եւ նման տարածքներ զգայուն տարածքներ Իրանի տարածքում վստահեցնում շատ կան եւ նրա հակառակորդները տասնամյակներ շարունակ այդ բոլոր տարածքներում ենթակառուցվածքներ ստեղծել են։ Պարոն Պետրոսյան, Ադրբեջանի մասով 3 դրոններ պայթեցին Նախիջևանի аэропորտի տարածքում եւ այսօր Ադրբեջանը որոշում է կայացրել իր դեսպանատունը եւ Թեբրիզում գլխավոր հյուպատոսությունը էվակուացնել, տարհանել Ադրբեջան։ Գլխավոր հարցը կարծես թե այդպես էլ անպատասխան մնաց։ Այդ դրոնները ովքեր են ուղարկել Նախիջևան, որտեղ Իրանը չի ճանաչում, Իրանը ասում է մենք չենք եղել, բայց պայթյուններ եղել են։ Սա կարևոր հարց է երևի թե, որի պատասխանը շատ այլ հարցերի պատասխան կարող է պարունակել։ Փորձենք մի փոքր այդ մասին խոսել։ Դուք վարկած ունեք։ Ես կարծում եմ, որ այդ հարցին մեր դիրքերից, այսինքն Հայաստանում եւ փորձագիտական մակարդակում վերլուծողի դիրքերից գնահատելու համար պետք է առաջին հերթին հասկանալ, թե այս գործողությունից ամենաշատը ովքեր են օգտվում։ Եթե գտնենք դրա պատասխանը, կհասկանանք նաև ով կարող է լինել կանգնած այդ գործողության հետևում։ Արդյոք Իրանի շահերից է բխում, որ օրինակ հակամարտությունը բարձրանա նաև Հարավային Կովկաս եւ զուգահեռաբար նաև դրանում ներկաշի նաև Թուրքիային։ Ինչու ոչ նաև այսպես շղթայական ռեակցիաներ Պակիստանին։ Այսինքն ստացվի Իրանը ինքը իրեն ներկաշում է գրեթե բոլոր հարևանների կողմից ուրեմն իրավավորման ինչ որ անիմաստ գործողության մեջ։ Սա է հիմնական ուրեմն գործոնը, որ թույլ է տալիս կանխատեսել, որ ազնիվ թե Իրանում նման Իրանի իշխանությունների կողմից նման անհրաժեշտ քայլ իրականացնել։ Հիմա տեսնենք ովքեր են ամենից շատ օգտվում այս սցենարից։ Երբ որ հետևում ենք Ադրբեջանի արձագանքին, ականատես ենք լինում, որ այդ երկիրը նախապատրաստել, լավագույնս նախապատրաստել է։ Որում նշեմ, սա գուցե նախապես էլ իրենք ծրագրել են, որ կարող է լինել նման գործողություն եւ բոլոր ինստիտուտներով գործողությունների սցենարներով իրենց այսպես աշխատանքային օրակարգում դրված էր արձագանքի մեխանիզմը։ Մյուս կողմից տեսնում ենք, որ իրավիճակից շատ լավ օգտվում է նաև Իսրայելը Ադրբեջանի արձագանքը հաշվի առնելով, որտեղ Իսրայելի նպատակներ հենց այն, որպեսզի մեծացնի այս կոնֆլիկտի աշխարհագրությունը եւ այլ ուժերի եւս ներկաշի պատերազմի մեջ։ Հետաբար եթե այս երկու հիմնական ուղղությունները ամփոփում ենք, թե իսրայելական կողմն է ձեռնտու եւ թե ադրբեջանական կողմն։ Այսինքն գործողությունը որ կողմից էլ իրականացված լինի, ամեն շատ օգտվում են այս երկու երկրները։ Տեսեք Ադրբեջանը այս վերջի երկու օրերի ընթացքում ինչպիսի մեծ թե նախագահի մակարդակով, թե պետության մակարդակով իմիջի ամրապնդման պրոցես նախաձեռնեց, ինչպիսի լայն կոնսոլիդացիա ապահովեց, ինչպիսի մեծ քարոզչական աղմուկ ապահովեց, ինչպիսի կոնսոլիդացիայի շուրջ եւ հասարակության ներսում եւ նաեւ ուրեմն զինված ուժերի մանևրների տեսքով ուրեմն որոշակի առումով նաև այսպես զորավարժանքի պես ինչ որ process իրականացրեց։ Իսրայելի պարագայում վերջին երկու օրերին ակտիվացներ քրդական խաղաղապահը, դրա կողքին ակտիվացավ նաև թուրքախոսների խաղաղապահը, որը հստակ ուղերձ է Իրանի իշխանությունների, որ եթե չգնաք պայմանավորվածության, ապա երկրում մի քանի ուղղություններով կարող են ակտիվանալ տարբեր էթնիկ խմբեր, որոնք տասնամյակներ շարունակ պլանավորում են կամ նպատակ ունեն
կամ որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի սկսեն առնվազն ինքնավարացման ինչ-որ գործընթացներ։ Այնպես որ հետ այս տեսանկյունից պետք է դատել։ Այս պահին կրկնում եմ, այս գործողությունից ամենից շատ զբաղեցին Ադրբեջանը եւ Իսրայելը, եւ հետեւաբար կարելի է նաեւ ենթադրել, որ այս գործողությունը իրականացվել է առնվազն նրանց դիտությամբ եւ հավանությամբ նրանցից որևէ մեկի։ Պարոն Պետրոսյան, Որում կներեք, Նախիջևանի թիրախավորումն էլ պատահական չէ։ Ես կարծում որ Լեռնային Ղարաբաղի վերահսկողության ներքո եղած նախկին տարածքներում այս պահին Իրանի համար շատ ավելի մտահոգիչ իրողություններ կան, թիրախներ կան, բայց ընտրվեց հենց Նախիջևանը, ինչու՞, որտեղ Նախիջևանը ինքը շատ ավելի խոցելի տարածք է։ Այս պահին Ադրբեջանը ուղիղ կապ, ցամաքային կապ Նախիջևանի հետ չունի, այսինքն դրանով կարևորվում է Հայաստանի տարածքով կապի նշանակությունը մեկ, մյուսը Նախիջևանի հետ կապված անվտանգության մասով պատասխանատվությունն է որոշակի առով նաև Թուրքիան, այսինքն նպատակը Իրանի շուրջ օղակը սխմելն էր եւ այդ նպատակը մեծ հաշվով իրականանում է Ադրբեջանի պատասխան գործողությունները մեկ համատեքստում են ռազմական մանևրներ, դիվանագիտական անձնակազմի դուրսբերում Իրանի տարածքից շատ մեծ հակաիրանական քարոզչական աղմուկ, թշնամական հայտարարություններ, թշնամական բնույթի քարոզչական ակցիաներ, արձակումներ եւ այլն եւ այլն։ Այսինքն Ադրբեջանը այսպիսով իրեն դիրքավորում է եւ Միացյալ Նահանգներ Իսրայել դաշինքի կողքին եւ դրա համար ունի լեգիտիմ հիմնավորում, որ այս process-ը սկսել է ոչ թե ինքը, այլ Իրանը թիրախավորելով Նախիջևանի տարածքը։ Անգամ Ալիևի կողմից նշվել էր, որ միակ երկրի առաջնորդ է, որը այցելել է դեսպանատներ ցավակցություն է հայտնել, նշել էր, որ իրեն Ադրբեջանին Իրանի իշխանությունները դիմել են Լիբանանի դիվանագիտական անձնակազմը դուրս բերելու խնդրանքով, որը ուրեմն որին ընդառաջել էին, բայց այնուամենայնիվ Իրանը իր այս գործողությամբ Ադրբեջանին մղում է, որպեսզի Ադրբեջանը փոխի դիրքորոշումը։ Շատ գրագետ կերպով Ադրբեջանը հստակ դիրքավորում եղավ այս կոնֆլիկտի պարագայում։ Պարոն Պետրոսյան, իսկ հնարավոր է արդյոք այսօր դիտարկել հնարավորություն, որ Ադրբեջանը պատրաստվում է տարբեր սցենարներ կարող է ունենալ Իրանի շուրջ պատերազմը, նաև այն սցենարին, որի դեպքում ինքը մտնելու է այսպես կամ այնպես, այս կամ այն կերպով այդ պատերազմը, իհարկե վերջնական փուլում իհարկե, եւ որ արդեն եթե այդպիսի հնարավորություն ունենա, որպեսզի այդ թուրքախոսների միջոցով, հա, անկայունություն հրահրի Իրանի հյուսիսային հատվածում եւ հիմա սա նախապատրաստական աշխատանք է, որպեսզի վաղը ասի, գիտեք, Իրանն է հարձակվել առաջինը մեզ վրա, այլ ոչ թե մենք Իրանի վրա։ Այսինքն միգուցե նաեւ այս սցենարի հավանականությունն է դիտարկվում արդեն այսօր նախապատրաստվում են դրան։ Դրա սցենարը, եթե նկատում եք նման սցենար, ես կարծում գոնե դատելով այս վերջին գործողությանը Ադրբեջանի արձագանքից կարծում որ Ադրբեջանում բոլոր հնարավոր սցենարները հաշվարկված եւ նախատեսվում են։ Առաջ ուղիղ ներգրավացան ռազմական ներդրում դա միայն Ադրբեջանի որոշելիքը չէ, քանի որ Ադրբեջանը ունի ռազմական եւ պաշտպանական բնույթի դաշնակցային հարաբերություններ Թուրքիայի հետ։ Եվ պարզ է, որ նման գործողությամբ Ադրբեջանը Թուրքիան ևս կարող է ներկայացնել հակամարտության մեջ։ Այսինքն եթե չունի Թուրքիայի, այսպես ասեմ, հավանությունը, Թուրքիայի աջակցությունը, ինչու ոչ նաև Միացյալ Նահանգների համաձայնությունը, Ադրբեջանը բնականաբար ինքնուրույն նման խաղի չի գնա։ Որտեղ այնուամենայնիվ Ադրբեջանը ինքը իրենով շատ ավելի խոցելի է, քան Պարսիստոցի արաբական երկրներ, արաբական էմիրություններ, օրինակ Սաուդյան Արաբիան, Կատարը, Քուվեյթը եւ այլն, որոնք ամենօրյա պարբերականությամբ թիրախավորվում են
Իրանի կողմից։ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ կա ցամաքային սահման, այս ցամաքում Իրանի ռազմական ներուժը շատ ավելի այսպես էական է այս բանը։ Եվ նման կոնֆլիկտ հրահարելով Ադրբեջանը բնականաբար տանկից չի կարողանա դուրս իսկ որպեսզի Ադրբեջանը ցուցաբերվի տեղում աջակցություն, դրա համար պետք է նաև ցամաքային գործողություններ նրա հիմնական դաշնակցի Թուրքիայի կողմից։ Այս կարծեմ Թուրքիան այս պահին հակված չէ այս պահին, հետո գուցե նաև Թուրքիան եւս ունենա մոտեցման փոփոխություն, բայց այս պահին հակված չէ հակամարտության մեջ ներկայացվել։ Պարոն Պետրոսյան, եւ մի փոքր էլ խոսենք Հայաստանից, այս կատարվողի համատեքստում կան շրջանակներ, որոնք մեղադրում են գործող իշխանությանը, որ այն ժամանակ, երբ որ Իրանում գնում է մեծ պատերազմ, տարածաշրջանը կրակի մեջ է, իրենց լեզվով եմ ասում կներեք, պերաշկի են ուտում, կուկուրուզ են ուտում։ Ինձ մոտ միանգամից այսպիսի հարց է առաջանում։ Իսկ արդյոք Նիկոլ Փաշինյանը եւ Վալեն Սիմոնյանը կկարողանային հանգիստ ավտոբուսում պերաշկի եւ կուկուրուզ ուտել, եթե օրինակ չլիներ օգոստոսի 8-ի փաստաթուղթը, եթե ամերիկյան տնտեսական ներկայությունը այստեղ չլիներ, չսկսվեր այս գործընթացը, մենք երկար ժամանակ էինք ասում եւ դա իրականություն է, որ Իրանը գործոններից մեկն է, որը թույլ չէր տալիս Ադրբեջանին իրականացնել Զանգեզուրի միջանցք նախագիծը, հարցակվելով եւ սեցեսիայի ենթարկելով Սյունիքի առնվազն մի մասը, իսկ միգուցե նաեւ ամբողջ Սյունիքի մասը։ Եվ հիմա այդ գործոնը առնվազն թուլանում է, եւ ոչ մեկ չգիտի, այս գործոնը ընդհանրապես վաղը կլինի, թե ոչ։ Հիմա եթե մենք այս գործընթացները չնախաձեռնենք, եթե գործող կառավարությունը չնախաձեռներ օգոստոսի 8-ի տրամաբանության ներքո, մենք այսօր կարող ենք բոլորովին այլ իրավիճակում հայտնվել եւ որևէ մեկը չէր կարող ասել, թե Ադրբեջանը ինչպես կպահեր իրեն Հայաստանի նկատմամբ եւ արդյոք չէր օգտագործի սա որպես առիթ, որպեսզի հարձակվեր մեզ վրա։ Ես խնդրում եմ նաեւ այս մասին մի փոքր խոսենք։ Վստահաբար համաձայն եմ ձեզ հետ, բայց այստեղ երկու գործոն պետք է առանձնացնել։ Առաջինը այն, որ Հայաստանը ներկայում գտնվում է նախընտրական շրջանում եւ ցանկացած իրավիճակ տվյալ դեպքում այդ ավտոբուսում ուրեմն տեղ ունեցած բանը իրողությունը օգտագործել էր, այսինքն պերաշկի ու կամ կուկուրուզ ուտել ենք, օգտագործել էր ներքաղաքական եւ բավականաչափ սուր կերպով օգտագործել է ներքաղաքական process-ները։ Մյուսը դրա մասին դուք էլ մանրամասն նշեցիք, բնականաբար Միացյալ Նահանգների գործոնն է եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների մակարդակը, որովհետեւ չկրկնեմ ձեր ասածը, այս պահին Հայաստանի անվտանգության մասով երկու կարևոր գործոն կա, բայց այդ երկուսն էլ փոխկապակցված են մեկի հետ։ Դա խոսքը Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններն են, Միացյալ Նահանգների դերակատարումն է մեր տարածաշրջանում, նույն թրիփ նախագիծն է մեր տարածաշրջանում, երկրորդը արդեն այս գործոնով պայմանավորված Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացները։ Չմոռանանք, որ նույն երկու process-ներն էլ սկիզբ են առել օգոստոսի 8-ին, այսինքն օգոստոսի 8-ին է նախաստորագրվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կառավարության համաձայնագիրը, օգոստոսի 8-ին է ստորագրվել թրիփի վերաբերյալ պայմանավորվածությունը, որը ապահովում է Միացյալ Նահանգների տնտեսական եւ ոչ նաեւ պետական շահերը մեր տարածաշրջանում, հատկապես Հայաստանի տարածքում։ Տեսնելով շատ լավ տեսնելով թե տարածաշրջանում ինչ է կատարում, չեմ կարծում որ մեր հարևան երկրներից որևէ մեկը ուրեմն կհանդգներ այնպիսի քայլեր իրականացնել, որոնք կարող էին հակասել Միացյալ Նահանգների շահերին։ Այսօր Միացյալ Նահանգների հետ համագործակցություն եւ Միացյալ Նահանգների ներկայությունը մեր տարածաշրջանում հատկապես թրիփ նախագծի տեսքով դա այս պահին Հայաստանի անվտանգության ամենակարևոր գործոնն է եւ երաշխիքն է։ Բայց դրանով հանդերձ մի հանգամանք կա, որտեղ
այդտեղ առաջացնում է որոշակի մտահոգություն, այս ներկայությունը գուցե, բայց քանի որ այն չի շահարկվում այս բանին շատ, այսինքն թրիփի մասին, որ եւ մեկ այս բան չի խոսում, բայց այս ներկայությունը որոշակի առումով մենք տեսնում ենք, որ նախկինում խնդրահարույց է եղել Իրանի համար, բայց կրկնում եմ, դրանով հանդերձ ոնե այս պահին Իրանը այդ մտահոգությունների նկատմամբ որևէ գործողություն չի իրականացնում, սա ամենակարևոր հանգամանքն է, եւ Հայաստանի քայլերը պետք է ուղղված լինեն միաժամանակ երկու ուղղությամբ, նախ եւ առաջ որևէ կերպ խնդիրներ չառաջացնել Հայաստան Միացյալ Նահանգների հարաբերություններում, երկրորդը փորձել հնարավորինս կառավարել Իրանի կողմից այդ Հայաստան Միացյալ Նահանգների համագործակցությունը թիրախավորելու որևէ հնարավորություն։ Այսինքն շարունակել այն քաղաքական գիծը, որը եղել է մինչև պատերազմը։ Որը այո, ներկայում, որը ներկայում մինչև պատերազմի ներկայում էլ ըստ էության իրականացվում։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Պետրոսյան։ Ես եմ շնորհակալ, սիրով։ Մեր հյուրն էր, որը մեզ միացել էր տեսակապով, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր աշխատանքը առաջին եթերում։ Գեղեցկություն ներշնչված սիրով, սեր, որը դառնում է հոգատարություն։ Սիրո տոներից մինչև մարտի 8-ը, իդեալ համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Իդեալ համակարգ, սիրով եւ հոգատարությամբ դեպի կատարելություն։ Ծխատար ընդամենը 1 դրամ, չորանոցն ընդամենը 1 դրամ, հոսանքի կարգավորիչը ընդամենը 1 դրամ։ Մինչև մարտի 8-ը իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։
Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։ Բարև ձեզ, պարոն Աթանեսյան։ Բարև ձեզ։ Պարոն Աթանեսյան, սկսենք ներքաղաքական իրադարձություններից Հայաստանում, վերջապես հրապարակվեց սոցհարցում, որը թույլ է տալիս ինչ-որ մասով, ինչ-որ չափով պատկերացումներ կազմել Հայաստանում նախընտրական տրամադրությունների մասին։ Ինձ առաջինը ինչը ես տեսա, աչքիս ինչը հարավ, դա հետևյալ թիվն էր, հարցվածների 51%-ը ցանկանում են, որպեսզի Հայաստանը գնա դեպի Եվրամիություն։ Հա։ Բայց այդ 51%-ի հետ նաև կա այլ թիվ, օրինակ այն քաղաքական ուժերը, որոնք ժամանակին այդ օրինագիծը առաջ տարան, հա, Եվրոպական միության մասով անդամակցության օրինագիծ, օրենքը, որ ընդունվեց, այդ 60,000 ձայնը, որ հավաքեցին, այդ քաղաքական ուժերից հարցման մեջ ներկա է միայն մեկը, եւ ինքը հավաքում է 1%։ Մնացածները ընդհանրապես չկան։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում. եթե մեր բնակչության 50%-ից ավելին իրոք ուզում է, որ մենք գնանք դեպի Եվրամիություն, ինչու այդ քաղաքական ուժերին, որոնք այս ամենի ջատակովն են եւ դրոշը բարձրացել ազգանու մենավարժ, չեն ցանկանում ձայներ տալու։ Մի փոքր ինձ մոտ օրինակ դիսոնանս է առաջանում։ Ես այդ նախաձեռնությունը, այդ ստորագրահավաքը անցկացնելու օրերին եմ ասել, որ արտարոց երևույթ է, որովհետեւ 60,000 քաղաքացի եթե ստորագրել է հօգուտ Հայաստանի Եվրամիության անդամակցությանը, ապա այդ կուսակցությունները պետք է ունենան առնվազն անցողիկ շեմը ազգային ժողովի անցողիկ շեմը հաղթահարելու չափ վարկանիշ, քաղաքական վարկանիշ։ Եվ դեռևս այն ժամանակ եմ ասել, որ վտանգ կա, ավելի ճիշտ, այսպես կանխազգացում կա, որ մարդիկ Եվրամիության օգտին ստորագրում են միայն այն բանի համար, որ վիզայի ռեժիմը կմեղմանա եւ Եվրոպա ուղևորությունը ավելի հեշտ կլինի, քան այսօր։ Ու ցավոք այդ ձեր նշած հարցման արդյունքները կարծես թե հաստատում են իմ ոչ այնքան լավատեսական կանխատեսումը եւ փաստորեն գործ ունենք իրավիճակի հետ, երբ մարդիկ Եվրամիության Հայաստանի անդամակցություն ասելիս ոչ թե քաղաքական, չգիտեմ, անվտանգային եւ այլ բաղադրիչներն են հաշվի առնում, այլ առաջին հերթին այն, թե ինքը որքանով ազատ կարող է մուտք գործել Շենգենյան գոտի եւ ճամփորդել Եվրոպայում կամ Եվրոպայում քաղաքական ապաստան խտրել։ Շատ վտանգավոր է սա։ Դա անկեղծ լինենք, պետք է ասենք, որ չափազանց վտանգավոր է։ Մյուս կողմից իհարկե այդ վարկանիշին պետք է գումարենք նաև իշխանության վարկանիշը, որովհետև իշխանությունը համեն դեպս հակաեվրոպական չէ։ Օրենքը Հայաստանի Եվրամիության անդամակցության մասին օրենքը ընդունել է քաղաքական մեծամասնությունը, որը իշխանությունն է, իշխանության հիմքն է։ Այնպես որ այս միջակայքում կարծում եմ ապագա ընտրությունների արդյունքները ոչ միայն իշխանության վարկանիշը ճշտելու, այլև Հայաստանի եվրոպական ընտրությունը ճշտելու հնարավորություն են, որը հուսանք, որ մեր ժողովուրդը լավագույնս կօգտագործի։ Եվս այրի այս հետազոտման, կատարված հետազոտման մի քանի տվյալ, եթե ընտրությունները լինեին, եթե հաջորդ կիրակի քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանը կքվեարկեր ընտրողների 24%-ը, ուժեղ Հայաստան կուսակցությանը Սամվել Կարապետյան 9%-ը, իսկ Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյան եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 4% կստանային։ Մնացած բոլոր քաղաքական ուժերը չէին անցնի, այսինքն անցողիկ շեմը չի, սա այրի տվյալներն են, սոցհարցման տվյալներն են։ Ըստ ձեզ որքանով են այս տվյալները արտացոլում իրականությունը եւ եթե իրոք այսպես է, արդյոք սա չի նշանակում, որ մենք ստանալու ենք այն նույն խորհրդարանը, որը մենք արդեն ունենք 21 թվականի ընտրություններով եւ որակական որևէ փոփոխություն չի լինելու։ Իսկ որակական որևէ փոփոխություն որտեղից պետք է ծնվի կամ ստեղծվի։ Այլ թիվ բերեմ այրի
Հարցվածների 44%-ը դժգոհ են ազգային ժողովի աշխատանքից։ Ամենաբարձր անտի-ռեյտինգն է։ Սա էլ դերեմ։ Որպես մարդիկ բոլոր հարցերի պատասխանել։ 44%-ի դժգոհություն ազգային ժողովից չի նշանակում 44%-ի դժգոհություն իշխանությունից։ Ազգային ժողովի մասն ենք խոսում։ Ազգային ժողովից իշխանության մասին չենք խոսում։ Ազգային ժողովից ես կարծում եմ, որ կարող է դժգոհ լինել ինքը, հանրապետության վարչապետը։ Որտեւ իրոք ազգային ժողովը այն հարթակը չէ եւ ցավոք չի դարձել, չի եղել, որտեղ կգեներացվի քաղաքական միտք։ Եվ այստեղ իհարկե պատասխանատվության մեծ բաժին ունեն ընդդիմադիր երկու խմբակցությունները, որոնք մշտապես այսպես ասենք կրեատիվ քաղաքական քննարկումներից խուսափել են։ Այսինքն իշխանության հետ բանավեճ, իշխող քաղաքական ուժի հետ բանավեճ։ Ինչու են խուսափել։ Ես կարծում եմ կամ ռեսուրսի պակասություններ, կամ ցանկության պակաս, որպեսզի ազգային ժողովը չարժանանա 44%-ի քննադատությանը։ Այսինքն ամեն ինչ անել, որպեսզի 44%-ը վերածվի 54%-ի, եւ դա կարելի է ներկայացնել որպես ամբողջ իշխանության անտի-ռեյտինգ։ Չնայած որ ես համոզված եմ կոնկրետ անձին եթե հարցնենք վերաբերմունք իշխանության հանդեպ եւ վերաբերմունք ազգային ժողովի հանդեպ, ապա այդ վերաբերմունք կարող է տարբեր լինել։ Այս իմաստով ու իհարկե այստեղ չպետք է թաքցնենք կամ չպետք է քողարկենք, ծածկենք նաև քաղաքական մեծամասնության ակնհայտ թերությունները։ Այս անցած 5 տարիների աշխատանքի կտրվածքը, որտեղ գիտեք, երբեմն քաղաքական մեծամասնության ներկայացնած ազգային ժողովը իրենց թույլ են տալիս այնպեսի ոչ որը հարիր է ընդդիմությանը, բայց անհարիր է իշխող քաղաքական մեծամասնությունը, իշխող քաղաքական մեծամասնությունը պետք է սառնասիրտ, հավասարակշռված եւ կոռեկտ լինի միջև վերջ։ Ինչը ցավոք ազգային ժողովի մեծամասնությունը երբեմն չի պահպանում եւ այդ վերաբերմունքից բնականաբար ածանցում է հանրության վերաբերմունք։ Այստեղ արտարոց ոչինչ չկա։ Ինչ վերաբերում է թե մենք գալիք խորհրդարանում ունենալու ենք 3 ուժ, 3 ընդդիմադիր ուժ, ապա 3 կամ 4 սա լավագույն դեպքում։ Լավագույն դեպքում ես օրինակ կարծում եմ, որ երրորդ ընդդիմադիր ուժը ազգային ժողով է մտնելու այնպես, ինչպես մտնել է պատիվ ունեմ խմբակցությունը։ Այսինքն չի հաղթահարելու շեմը, պարզապես համանդրական նորմը պահպանելու համար ընդգրկվելու է նաև երրորդ ուժը։ Եվ դա կարող է լինել Գագիկ Ծառուկյանը։ Ես միանշանակ չի ասի։ Կարող է լինել։ Միանշանակ չի ասի, որ դա, ասենք, Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է, որովհետև չնայած այսօր ազգային ժողովի падգամավորներից մեկը Հայաստան խմբակցության падգամավորներից մեկը վիճարկել է այդ տեղեկությունները եւ փաստարկել, որ իրենք էլ ունեն սոցիալական արդյունքներ եւ իրենց ռեյտինգը անհամեմատ բարձր է, քան ներկայացվածը։ Հա, հանրապետականները։ Ոչ, դաշնակցության։ Հա, դաշնակցության ներկայացուցիչ է։ Հստորը։ Հա, բայց իրականությունը այն է, որ հայ-ափխական դաշնակցությունը այլևս նախկին հեղինակությունը չի վայելում եւ գուցե ընտրություններին առանձին մասնակցությունը այդ կուսակցությանը ավելի բարձր վարկանիշ կապահոver, քան երկրորդ նախագահի դաշինքը։ Պարոն Աթանեսյան, շատ հետաքրքիր հարց է այդ դաշնակցության մասով։ Ես հիշում եմ, որ երկար ժամանակ դաշնակցությունը ուներ իր ստաբիլ էլեկտորատը, չէ՞, մոտավորապես 100,000 ձայն։ Բոլոր ընտրություններին իրենք այդ ստաբիլ մարդիկ գնում են այդ 100,000 մոտավորապես ձայնը տալիս էին, իրենք հայտնվում են խորհրդարանում, նախագահականին, իրենց տեխնացուն այդ 100,000 ձայնը ստանում էր։ Ինչ տեղի ունեցավ դաշնակցության հետ, որ այդ ստաբիլ էլեկտորատը ցնդեց։ Դա գիտեք,
չափազանց լուրջ հարց է, որովհետև խոսքը վերաբերում է ոչ միայն Ես դրա համար եմ այդ մեկ առանձին կուսակցություն, ոչ միայն դաշնակցությանն է վերաբերվում, իհարկե։ այլև ընդհանուր այսպես ազգային ինքնության ինչ որ տրանսֆորմացիայի մասին է խոսքը։ Այսինքն այն գաղափարախոսությունը, որ մեկ դարից ավելի դաշնակցությունը հայ ժողովրդի շրջանում տարել է եւ այդ քարոզչության հիման վրա ունեցել է կայուն վարկանիշ, հեղափոխական կուսակցության, անկոտրում կուսակցության վարկանիշ, անկախ Հայաստանի 30 տարվա իրականության մեջ ոչ թե ամրապնդվել է, այլ դեգրադացվել է։ Դեգրադացվել է դաշնակցություն, իշխանություն սերտաճման հետևանքով։ Դու պատկերացրեք, ասենք, անցյալ շաբաթ, թե այս շաբաթվա սկզբին հաղորդագրություն է հայտնում, որ հակակոռուպցիոն կոմիտեն հայ հեղափոխական դաշնակցության երկարամյա կրթության գիտության նախարարից 25 անշարժ գույք եւ 7 շարժական տրանսպորտային միջոցներ ու միլիարդից ավել էլ գումար։ միլիարդ դրամից ավելի գումար է բռնագանձում կամ բռնագանձման հայց է ներկայացրել դատարան եւ դատարանը այդ հարցը պետք է անկախ այն բանից ինչ ազնվորության մասին է խոսքը վերաբերմունք հասարակությանը փոխանցում է որպես հեղափոխական կուսակցության ասկետիկ կուսակցության որ տասնամյակներ շարունակ այդ կուսակցության մասին խոսելիս մենք պատկերացրել ենք սայրից իջնող մի խումբ ձիավոր, որոնք իջնում են որպեսզի ասենք հայկական գյուղերը պաշտպանեն կամ հայ բնակչությանը պաշտպանեն ու հանկարծ այդ կուսակցության կարկառուն ներկայացնելիս մեկ մտավորական կարծեմ մասնագիտության պատմաբան հանկարծ կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնում եւ կրկնում եմ այս վերաբերմունքը տարածում է ամբողջ կուսակցության վերաբերյալ ես առիթ եմ ունեցել մի փաստաթուղթ կարդալ 2001 թվականի ապրիլի 16-ի հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի շրջաբերականը կապված Քյովեստյան կարգավորման հետ։ Ու այդտեղ հստակ գրված է, որ ավելի քան 3 տարի լինելով իշխանության մաս մենք չենք կարող Քյովեստյան կարգավորման ձևավորվող փաթեթի շուրջ հակակառուցություն իրականացնել։ 2001 թվականի խոստովանություն։ Բյուրոն իր մարմիններին, այդ մարմիններն էլ իրենց շարքերին ներկայացնում, որ գիտեք, քանի որ դաշնակցությունը իշխանության մաս է, 1998 թվականից իշխանության մաս է, ուրեմն Քյովեստյան կարգավորման տարբերակի դեմ ոչինչ խոսել չի կարող։ Եվ սա բյուրոյի փաստաթուղթ է։ Եվ այս հայ-թուրքական պրոտոկոլների մասով շատ նման իրավիճակ ձևավորվեց։ Այս մոտեցումը եւ այն կենցաղը, որ այդ մարդիկ վարել են եւ շարունակում են վարել, բնականաբար ժողովրդի աչքից չի կարող վրեպել, կամ գիտեք ժողովրդական ընկալումը այնպեսին է, որ չնայած ասենք Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը բազմաթիվ անգամ պնդել է, որ իր սեփականությունը իր եւ ընտանիքի երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք միևնույն է։ Ժողովրդի ընկալումը այն է, որ ով մեծահարուստ է, նա ժողովուրդը հասկանում է, որ քրտնաջան աշխատանքով այդքան կոռուպցիայի մեջ թափված է։ Քրտնաջան աշխատանքով կարելի է Հայաստանի պայմաններում քրտնաջան աշխատանքով կարելի է ապահովել միջին մակարդակի կենցաղ։ Բնակարան երկրորդական շուկայից ձեռք բերված մի տրանսպորտային միջոց, որը ծառայում է աշխատանքի գնալու եւ երեխաներին դպրոց տանել բերելուն։ Մյուս բոլոր շքեղությունները բնականաբար դուրս են քրտնաջան աշխատանքի կատեգորիայից եւ եթե ասենք որոշ կուսակցություններ եւ այդ թվում նաեւ դաշնակցությունը ռեյտինգային կորուստ են ունեցել, ապա հիմնական պատճառներից մեկը կամ առաջին գլխավոր այն է, որ այդ մարդկանց ազնվությանը, հայրենասիրությանը եւ քաղաքական նվիրվածությանը չեն հավատում, որովհետեւ հարուստ է։ Այո, եւ տեսեք, որն է ընդդիմության, ասենք
Խոցելի տեղը։ Չէ, ընդդիմության հիմնական խաղակարտը իշխանության դեմ։ Ասում եմ մեզնից ավելի են հարստացել։ Չէ, սա չի։ Երկրորդ նախագահի հայտարարությունը վարչապետի հասցեին։ Իզնից հարուստ է։ Դե հայտարարություն, հա, բայց ապացույց կա, գույքը ուր է։ Ես չեմ ասում, թե դա այդպես է կամ չգիտեմ։ Խաղում են ժողովրդական ընկալումների վրա, ասենք եթե իզնից հարուստը կա, ուրեմն նա ավելի խոցելի է, քան ես։ Նա ավելի շատ է կաշառքերացել, քան ես։ Այո, ես հակադարձումը վկայում է քաղաքական կյանքի ամենամեծ արատը, որ ընդդիմությունը իշխանությանը քաղաքական ընդդիմախոսություն չունի, պլատֆորմ, ծրագիր, քաղաքականություն, հայեցակարգ, որ կարող է ներկայացվել ժողովրդին առանց վարկաբեկելու, առանց վերագրումներ անելու իշխանությանը կամ իշխանության առանձին ներկայացուցիչների եւ շահել ժողովրդի համակրանքը։ Տակառակ իրենք ասում են Նիկոլ Փաշինյանը մեզնից հարուստ է, ուրեմն պետք է մեզնից ավելի ատելի լինի ժողովրդի համար։ Եվ զարմանում են, թե դա ինչու այդպես չէ։ Կամ ցույց են տալիս, թե զարմանում են, թե ինչու ժողովուրդը չի լցվում փողոցները եւ հրապարակները եւ ինչու impeachment չի պահանջում, բայց հանրապետական կուսակցության ներկայացուցիչը Դե նորից ինչ որ impeachment-ի գործընթաց են, չէ՞։ Բառացիորեն 2 օր առաջ հայտարարեց պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչ, որ սկսում են impeachment-ի գործընթաց, բայց impeachment-ը առանց փողոցի պաշտպանության որևէ արդյունք ունենալ չի կարող։ Դե իրենք ընտրություններին որքանով ես հասկանում եմ չեն մասնակցում, մի բան պետք է անեն, որոշել։ Չէ, ընտրությունների 3 ամիս է մնացել, ես կարծում եմ այդ ընթացքում ընդհանրապես որքան ես հասկանում եմ impeachment-ի գործընթաց ընդհանրապես համանդրական գործընթաց հնարավոր չէ։ Մնում է ինչ տարբերակ փողոցը ոտքի կանգնեցնել, ոտքի կանգնեցնելու համար էլ ընտրվել է ոչ թե ինչպես քիչ առաջ ասացի, քաղաքական ընդդիմախոսությունը, այլ վերագրումը։ Պարոն Աթանասյան, սա դնենք մի կողմ։ Հիմա տարբերություն կա խորհրդարանում այդ երկրորդ, երրորդ կամ չորրորդ հորիզոնականում, եթե չորրորդ տեղակի լինի, որ քաղաքական ուժը կհայտնվի։ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանը, տարբերություն կա։ Ինչու՞ կա, պետք է փորձենք հասկանալ, թե այդ ուժերից որն է քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ վարչապետ Փաշինյանի բացառապես քաղաքական ընդդիմախոսը, որ ուժն է, որ Հայաստանին ապագայի Իսկ այնտեղ կա քաղաքական ընդդիմախոս, ես օրինակ չեմ տեսնում, դուք տեսնում եք։ Ցավոք չենք տեսնում։ Դե դա եմ ասում, տարբերություն կա ով է լինելու։ Գիտեք, կարող է մի փոքր արտառոց միտք արտահայտել, բայց ըստ երևույթին նաև իշխանության խնդիրն է, որ ինքը իր համար պետք է լուրջ ընդդիմախոսություն ստեղծի։ Իրեն իշխանությունը ստեղծի։ Այո, երբ չի ծնվում, արդեն իշխանությունը պետք է ստեղծի։ Գիտեք, այն առումով, որ եթե կա ժողովրդական, համաժողովրդական քվեարկությամբ հավանության արժանացած ուղեգիծ, ապա միշտ չէ, որ այդ ուղեգիծը միագիծ է իրականացվում։ Նոր շեղումներ, պատանումներ, վերելքներ, վայրեջքներ եւ այլն, եւ այստեղ այս, ասենք, քրիտիկական պահերին, որպես օրինակ ասենք այսօր է Իրանի հետ իրավիճակ կապված իրավիճակը իրոք քրիտիկական է։ Հուշում չկա։ Իշխանությունը մենակ է։ Հայաստանի իշխանությունը այսօր մենակ է, ամբողջ ընդդիմությունը քննադատում է։ Ընդ որում քննադատում են կանգ չառնելով նույնիսկ ազգային անվտանգությանը վերաբերող կարմիր գծերի առաջ։ Եվ այս իրավիճակում, ասենք, շատ ցանկալի կլիներ, եթե խորհրդարանում լիներ նույնիսկ չափազանց ընդգծված պրո-ռուսական կամ պրո-իրանական նույնիսկ քաղաքական խոսույթ, որը իշխանության ինչ-որ բան կհուշեր։ Ելք, տարբերակ, մանևրի հնարավորություն, չգիտեմ, ես սա նկատի ունեմ, երբ ասում եմ, իշխանությունը ինքը պետք է, կամ պետք է իր ներսում ստեղծի։ Իր ներսում ստեղծի ֆրակցիա, քաղաքացիական պայմանագրի մեծամասնությունը ենթադրենք ունի մի ֆրակցիա, որ ընդհանուր առմամբ կողմ է Նիկոլ Փաշինյանի
քաղաքականությանը, բայց առանձին դեպքերում կարող է դնել արգելափակոց կամ հուշել այլընտրանք, որ կարող է ավելի օգտակար լինել, քան այս, ասենք, ընդհանուր գիզն է։ Պարոն Աթանասյան, ես հենց դրա համար եմ այս այրի տվյալները բերում սոցհարցման եւ նշում, որ մենք այս նոր խորհրդարանը, որ պետք է ունենանք, ինչի է անխիթար վիճակ, որտեղ նույն խորհրդարանն ենք ունենալու, որտեղ լինելու են միայն քննադատողներ, լուծումներ առաջարկողներ չեն լինելու, եկեք հիշենք 44 օրյայի ժամանակ։ Հիշում եք խորհրդարանում, որ հավաքվեցին։ Նիկոլ Փաշինյանը, որ ասաց, ինչ ենք անում։ Ցենները դուրս չեկա, որովհետեւ ոչ մեկին պետք չէր դա։ Իրենց պետք էր մեկ բան, ամբողջ պատասխանատվությունը դնել իշխանության վրա, իրենց վրա ոչ մի պատասխանատվություն չվերցնել, փորը տալ, Արցախնել մեզ էլ բոլորիս հետ ու վաղը ասել ինքն է մեղավորը։ Հիմա այսպեսի խորհրդարանը ընդհանրապես որպես ինստիտուտ, ինձ, ձեզ, մեզ բոլոր ընտրողներին պետք է, որը ոչ պատասխանատվություն է կրում, ոչ հուշում է, ինչպես դուք ասում եք, ոչ կառուցողական ընդդիմություն է, որը քննադատելու է եւ առաջարկելու է լուծումներ, քաղաքական երկխոսության մեջ է, այդ ամբիոնը չկա, խորհրդարանում ամբիոն չկա, գոյություն չունի։ Ես հիմա ասեմ, որ անկեղծ, ես չեմ կիսում քաղաքացիական պայմանագիր կուսակցության բարձր տոնայնությունը, որ ահա այսպիսի վարկանիշ է իրենց համար կանխատեսվել։ Ու իհարկե, առարկայական առումով դա կարող ենք ասել, ենթադրել, որ հունիսի 7-ի ընտրություններով քաղաքացիական պայմանագիրը Առաջի տեղով անցնել։ Խորհրդարանում ունենալու է մեծամասնություն։ Բայց այդ մեծամասնության ընդդիմախոսը ով է լինելու, ահա այս հարցում չպետք է հարճվել, որ մենք մեծամասնություն ենք, դուք փոքրամասնություն եք։ Ես համար տարբերություն չկա։ Ես դա եմ լսել։ Ես համամիտ չեմ ասում, մեր համար տարբերություն չկա։ Գիտեք, ժամանակին ասել եմ, որ Հայաստանի Սահմանադրության մեջ խորհրդարանի կայուն մեծամասնության նորմի ամրագրումը ինքնին հակախորհրդարանական է։ Դե ինչ է նշանակում, իշխող ուժը միշտ ձգտում է ունենալ 50+1։ Հակառակ դեպքում կառավարություն չի ձևավորվում, հակառակ դեպքում սկսվում է պետական կառավարման ճգնաժամ, այսինքն պետք է կրկնական քվեարկություն լինի կամ նոր ընտրություններ նշանակը, չգիտեմ։ Իսկ սահմանադրական կարգավորումների խնդիր կա եւ ես հույս ունեմ, որ ասենք նոր սահմանադրության նախագծում դա մշակվելու է։ Երկրորդ ամենակարևորը, որ 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո ընդդիմությունը պետք է ընդուներ իրականությունը այնպես, ինչպես որ կա։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կողմից ընտրված վարչապետ է։ Պատերազմի պարտությունից հետո հրաժարական տալ, նշանակել արտահերթ ընտրություններ, այդ արտահերթ ընտրություններում շահել մոտ 700 քվե եւ խորհրդարանում ապահովել բարձրարձակ մեծամասնություն, սա ազդակ է ընդդիմությանը, որ այս իշխանության հետ պետք է աշխատել։ Եթե ընդդիմության նպատակը, ընդդիմության խնդիրը Հայաստանի համար բարենպաստ միջավայրի ստեղծումն է։ Ցավոք մենք եղանք ականատեսը հակառակ գործընթացի։ Հակառակ գործընթացի ընդհանուր գիտեք ես այսօր առիթ եմ ունեցել վերընթերցելու 2023 թվականի սեպտեմբերի 9-ի Արցախի նախագահի տեխնացու Սամվել Շահրամանյանի ելույթ խորհրդարանում։ Ու պատկերացեք ինչով է սկսում այդ ելույթը։ Առաջին նախադասությունը դժբախտաբար Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց Արցախի անվտանգության երաշխավորի իր տասնամյակներ շարունակ իրականացրած դերակատարությունից եւ մեզ թողեց միայնակ, որպեսզի այս ճգնաժամային իրավիճակում մենք փորձենք թեկուզ միջանկյալ լուծումներ գտնել։ Այսինքն սա այն քարոզությունն է, որ 2021 թվականի ընտրություններից հետո Հայաստանի ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները ներշնչել են եւ այստեղ եւ Արցախի հանրությանը, որ վերջ Հայաստանը այլևս ձեռքերը լվացել է, հազդված եք կամ պետք է ինչ-որ դիմադրության շարժում կազմակերպվի կամ չգիտեմ ինչ կամ հույսներս տնենք ռուսների վրա եւ գիտեք չէ այսպես
ուզում եմ հայմատության եզր տեսնել։ Օրերս մամուլը տեղեկացնում է, որ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի հրամանագրով ձևավորվել է, չգիտեմ ինչ, նախագահին առընթեր խորհրդակցական մարմին։ Ինչի համար։ Ինչ խորհրդակցական մարմին է ձևավորում։ Նախ այդ խորհրդակցական մարմնի անդամների իգտությունը հայտնի չէ։ Միայն ասում են խորհրդակցական մարմնի նախագահ է ընտրվել, նշանակվել Գյորգի Պետրոսյան։ Գյորգի Պետրոսյանը ժամանակին եղել է ԼՂ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար, Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար։ 2021 թվականի սեպտեմբերին Գյորգի Պետրոսյանը նշանակվել է Հայ դատի Ստեփանակերտի գրասենյակի տնօրեն։ Այսօր ինչ խորհրդակցական մարմին ստեղծելու անհրաժեշտություն կա Արցախի նախագահին կից, եթե նախագահը լիազորություններ չունի, գործադիր լիազորություններ չունի։ Կարելի է ենթադրել, որ սա նախընտրական քայլ է, որպեսզի այդ խորհրդակցական մարմինը բռնատեղանված արցախցիների շրջապատում, ովքեր քաղաքացիություն ունեն եւ կարող են մասնակցել ընտրություններին, քաղաքական կողմնորոշում ընդունեն։ Պարզ է թե քաղաքական ինչ կողմնորոշում պետք է ընդունի եւ ինչը մեծացնելու է, ավելի մեծացնելու լարվածությունը բռնատեղանված բնակչության եւ Հայաստանի բնակչության միջև։ Չէ՞ կարող, ասեք այդ քայլի իմաստը ո՞րն է։ Լավ, ենթադրենք 500 արցախցի կամ 1000 արցախցի քվեարկեց այս կուսակցության օգտին։ Դա ինչ է որոշում։ Առաջին, երկրորդ, ինչու մարդկանց բերել մի այնպիսի իրավիճակի, երբ նա զրկվում է ազատ քվեարկելու իր իրավունքից, այսինքն փորձ արում ինչ-որ ուղղորդել, ինչ-որ դասերի բաժանել։ Դե այդտեղ շատ հարուստ ավանդույթներ կան, չէ՞, տասնամյակների բանաթաներ։ Չգիտեք, հիմա անդիմությունը իշխանության ինչի համար է քննադատում, նաև քննադատում է, որ հայ հանրությունը բաժանել է սևերի ու սպիտակների, արցախցիների եւ հայաստանցիների, չգիտեմ, եկեղեցապաշտների եւ Բայց իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի արցախցիները ինտեգրվեն։ Բայց չէ, հասարակության մեջ։ Այդ քայլը, իհարկե, այդ քայլը, որ ասենք ձեռնարկել է Արցախի նախագահի պաշտոնակատարը, բացահայտորեն արցախցիների թիմ ստեղծելու նպատակ է հետապնդում, ինչը նորից եմ կրկնում, բերելու է բևեռացվածության, միտինգների մասնակցություն, չգիտեմ, երթերի մասնակցություն եւ այլն եւ այլն։ Եվ արցախցիներին ներշնչելու են այն միտքը, որ եթե Հայաստանում եղավ իշխանափոխություն, իրենք վաղը կվերադառնան իրենց տները, չէ՞։ Դա էլ է արվում։ Իհարկե։ Մենք կբանակցենք, ռուսը կգա, կօգնի, կփոխեն, չէ՞։ Կգնաք։ Պարզ հասկացում է, չէ՞, արդեն երևում է, ուրվագծում է։ Այս անցած օրերին, ասենք, Իրանի շուրջ իրավիճակի կապակցությամբ ինչ քարոզություն է տարվում։ Պատերազմը ահա սկսում է Սյունիքում արդեն սկսում է, ահա մի խումբ էլ քարոզում է, որ շուտով Իրանը կոչչացնի Բաքու Ջեհան նավթամու ու Ադրբեջանի բոլոր հնարավորությունները կընկնեն ռմբակոծության տակ, Ադրբեջանը կկործանվի եւ այլն։ Անտեղյակություն, առաջինը ադրբեջանա-իրանական հարաբերություններից անտեղյակությունը, չգիտեք ինչ է կատարվել։ Իվերջո շատ անսպասել է մարտի 4-ին Իլհամ Ալիևը այցելում է Բաքվում Իրանի դեսպանատուն, մարտի 5-ին տեղի ունենում այդ միջադեպը։ Ընդհանրապես տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Իրանի տրամաբանությունը անհասկանալի է, չէ՞։ Երկրորդ, ենթադրենք Իրանը Ադրբեջանին հարվածեց։ Ենթադրենք, հիպոթետիկ ենթադրենք հարվածեց։ Մենք ինչ կապ ունենք այդտեղ։ Դա ինչ կապ ունի Արցախյան հարցի հետ։ Եթե ժամանակին Իրանը Արցախի դատը չի պաշտպանել, բոլոր հնարավորություններ ուներ եւ 44-օրյա պատերազմի, եւ պատերազմին հաջորդած, եւ 2025 թվականի բլոկադայի պահերին, օրինակ Իրանը կարող էր Ֆիզուլիից, այդ Հուդապերենի կամրջից, Ֆիզուլի Ստեփանակերտ ուղղությամբ մարդասիրական միջանց բացել եւ գոնե ասենք առաջին անհրաժեշտության մթերքներ հասցնել Ստեփանակերտ, որը չի արել։ Ի վերջո Իրանի եւ արդեն հանգուցալ հոգեոր առաջնորդը եւ գործող նախագահ Փեզեշքյանը բազմից հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը մուսուլմանական հող է։ Ղարաբաղը մուսուլմանական հող է։ Այսինքն
իմաստը որն է ժողովրդին բռնատե հանված մարդկանց զգացմունքների վրա խաղալու իմաստը որն է գեներացնել պայթունավտանգ մասսա Եվ կորզել ձայներ։ եւ այդ 10 կամ 15000 հավաքված ցուցարարներին օգտագործել կամ impeachment պարտադրելու համար կամ այդ մարդկանց ուղղորդել որ հունիսի 7-ին քվեարկեն չգիտեմ որ ուժի օգտին հիմա Հերթական անգամ օգտագործել այդ մարդը։ այո խնդիրը նա է որ հերթական անգամ հենց այդ նույն ընտրազանգվածը բաժանում է երկու թիմի մի թիմ արցախցիների մի թիմը հիմա Սամվել Կարապետյանի կողքին է ուժեղ Հայաստանի կողքին է որքանով հասկացում է Facebook-յան գրառումներից մյուսը ավանդաբար Ռոբերտ Քոչարյանի աջակիցն է Պարոն Հաթանեսյան, ինձ մեն մնում է հույս ունենալ, որ մեր արցախցի հայրենակիցները ձեր ձայնը իրենց համար լսելի կլինի, ձեզ էլ շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Մեր հյուրն էր Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Հաթանեսյանը, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, ձեզ հետ էին մանրամասները, կհանդիպենք։ Գեղեցկություն ներշնչված սիրով, սեր, որը դառնում է հոգատարություն։ Սիրո տոներից մինչև մարտի 8-ը իդեալ համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Իդեալ համակարգ, սիրով եւ հոգատարությամբ դեպի կատարելություն։ Ծխատար ընդամենը 1 դրամ, չորանոցն ընդամենը 1 դրամ, հոսանքի կարգավորիչը ընդամենը 1 դրամ, մինչև մարտի 8-ը իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։